Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Արի տուն» ծրագրով օրերս Երևան ժամանած սփյուռքահայ պատանիներին, ովքեր Երևանի քաղաքապետարան էին այցելել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ։ Թեկուզ կար ժամանակով հյուրընկալելով ու ապրելով հայրենիքում, կարծում եմ հասցրեցիք համոզվել, որ ամենից հարազատ վայրը աշխարհում հենց հայրենիքն է, հայրենի հողը։ Կարող եք վստահ լինել, որ հայրենիքը միշտ սպասում է ձեզ, եւ Երևանի դռները բաց են մեր բոլոր հայրենասեր եւ հայրենիքին կարոտ մարդկանց համար։ Ավելի քան 200 երեխաները Հայաստան են եկել ընթացիկ տարվա ծրագրի 5-րդ փուլով եւ 20 օր անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի խոսքով տարեցտարի ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը եւ այս տարի արդեն Երևան են ժամանել երեխաներ հայկական Սփյուռքի բոլոր համայնքներից։ 210 հոգի 5-րդ փուլի մասնակիցները, պարոն քաղաքապետ, հյուրընկալվել են Երևան քաղաքում, որի համար խորին շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին եւ վարչական շրջաններին, որ այդքան սիրով կազմակերպել են մեր երեխաների տուն դարձը հայրենիք։ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալված բոլոր երեխաները ստացել են Երևանի մասին տպագիր հուշանվերներ եւ հանդես են եկել իրենց պատրաստած մշակութային փոքրիկ ծրագրով։ «Արի տուն» ծրագրով Երևան ժամանած Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան դպրոցի տնօրեն Սեդա Գալոյանը հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին եւ նվիրել Մոսկվայի մանկավարժների դինաստիայի պատմությունը գիրքը, որում պատմվում է նաեւ հայ ազգի մանկավարժ ընտանիքների մասին։ Այնուհետև երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան։